Ցանկալի չի այս ամբիոնից հնչեցնել, որ զորքի թվականակը չի հերիքում, դրա համար վարժական հավաքներին ներկայացնում են մարդկանց նաև մարտական հերթապահության։ Այդ ամբողջը իրականացվում է մասնագիտական գիտելիքների, կարողությունների ամրապնդման եւ նաեւ մարտական հերթապահություն իրականացնելու միջոցով իրենց ծառայությունն իրականացնելու համար, որովհետեւ 24 օրից 10 օրը ըստ զինվորական հաշվառման մասնագիտության իրենք ենթարկվում են համապատասխան ուսումնասիրությունների, իրենց կարողությունները զարգացնում են եւ այդպես շարունակ։ Երբ որ կրճատում են կես տարի, դա թվականակի վրա չի ազդի։ Տեսեք, շատ են հնչում նման թեզեր, որ բանակը կրճատում են։ Իհարկե ես կուզենամ հարց հնչեցնել, ինչ է ասել է բանակը կրճատում են, այսինքն եթե ցիկլը 2 տարվա փոխարինվում է 1.5 տարով, որտեղ է տեղի ունենում կրճատումը։ Իհարկե ես կուզեմ լսել իրենց բարձաբանումը, ես ինքս կտամ ինչ փոփոխություններ կարող են լինել եւ երբ առաջացած հարցերը կլուծվեն ու ինչ ձևով։ Նախ պիտի նշեմ, որ մենք այս որոշումը ընդունել ենք, որովհետեւ մենք մեկ այլ օրենսդրական փոփոխություն ենք ունեցել, դա պաշտպան հայրենիաց ծրագիրն է, երբ ժամկետային զինծառայողները դառնում են պայմանագրային եւ 5 տարով պայմանագիր են կնքում պաշտպանության նախարարության հետ։ Մենք մինչև այսօր 2 տարվա ընթացքում արդեն ունենք, այս թիվը հնչեցնելու եմ, որովհետեւ թիվը չհնչեցնելը շատերի կողմից մանիպուլացվեց 4217 պայմանագրային այսօր նախկին ժամկետային զինծառայողներն են, ովքեր չեն զորացրվելու այլևս։ Եկել են բանակ եւ 5 տարով նվազագույնը իրենց կյանքը կապել են բանակի հետ։